Քուվեյթում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչ, հայտնում է իրանական Թասնիմ գործակալությունը։ Հրապարակման մեջ նշվում է, որ ամերիկյան ինքնաթիռը խոցվել է, սակայն մանրամասներ չեն ներկայացվում։ Աղբյուրը չի հստակեցնում, թե ինչ տեսակի կործանիչ է կործանվել եւ ինչ միջոցներով է այն խոցվել։ Տեղեկությունը մնում է չճշտված, իսկ այլ աղբյուրներից անկախ հաստատում այս պահին չկա։ Կատարի նավթավերամշակման գործարանների վրա հարձակման ժամանակ Իրանի զինված ուժերն օգտագործել են հրթիռներ, որոնք խուսափել են ԱՄՆ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից, հաղորդում է Financial Times-ը, հղում անելով անանուն պաշտոնյայի։ Կատարի էներգետիկ համալիրի վրա հարձակումները ներառել են առաջադեմ մանևրային հրթիռներ եւ ԱՄՆ-ում արտադրված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից խուսափելու ունակ, նշվում է հաղորդագրության մեջ։ Հարձակումը վերաբերում է Ռաս Լաֆանի գազային օբյեկտներին, դրանք հարձակման են ենթարկվել մարտի 18-ին եւ 19-ին, հարվածները եղել են ի պատասխան Իրանի հարավային Պարս գազային հանքավայրի վրա հարձակման։ Իսրայելական ուժերը հարձակվել են Լիբանանի Լիթանի գետի վրայով անցնող մեկ այլ կամրջի վրա, որն օգտագործում էր շիական Հեզբոլլահ շարժման կողմից, հայտնել են Իսրայելի ուժերը։ Հեզբոլլահը օգտագործել է այս կամուրջը հազարավոր զենքեր, հրթիռներ եւ հրթիռային կայանքներ տեղափոխելու համար, որոնք օգտագործվել են Լիթանի գետից հարավ գտնվող տարածքներից իսրայելական զինվորների եւ իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ հարձակումներ իրականացնելու համար, ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը հնարավոր է նվազեցնել միայն քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով։ Նրա խոսքով սա միակ արդյունավետ միջոցն է տարածաշրջանում առկա ճգնաժամը մեղմելու համար։ Պեսկովը ընդգծել է, որ ներկայիս իրավիճակը տարածաշրջանում կատաստրոֆիկ լարված է եւ ռազմական մեթոդները չեն կարող բերել կայուն լուծման։ Վերջինս նշել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ բանակցությունների եւ քաղաքական կարգավորման վրա լարվածության իրական նվազեցման համար։ Իրաքը չի աջակցում Հորմուզի նեղուցում ռազմական միջամտությանը, չնայած նավագնացության սահմանափակումը համարում է միջազգային իրավունքի խախտում։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Ալ-Սուդանին։ Մենք չենք աջակցում ռազմական լուծումներին, նավերի զինված պաշտպանությունը կառաջացնի Իրանի արձագանքը եւ չի նպաստի նավագնացությանը։ Հետևաբար մենք չենք միանա Պարսից ծոցում ռազմական գործողություններին, ասել է նա հավելելով, որ Բաղդադը դատապարտում է Հորմուզի նեղուցի փակումը եւ այն համարում է նավագնացության ազատության վերաբերյալ միջազգային իրավունքի խախտում։ Իրաքի վարչապետը նշել է, որ իրաքյան ուժերը հաջողությամբ կանխել են շիական աշխարհազորայինների բազմաթիվ հարձակումները, հիշեցնելով, որ այդ նույն խմբավորումները ժամանակին ամերիկացիների հետ պայքարել են իսլամական պետության դեմ։ Պաշտոնապես Իրանը պնդում է, որ նեղուցով անցումը փակ չէ եւ որ հարձակման են ենթարկվում միայն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ կապված նավերը, սակայն գործնականում նավագնացություն չկա, քանի որ ընկերությունները իրենք են հրաժարվում ռիսկի դիմել։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին խոսել է իր երկրի եւ ԱՄՆ-ի միջև Ֆլորիդայում տեղի ունեցած բանակցությունների մասին։ Նրա խոսքով ամերիկյան կողմի ուշադրությունը այժմ հիմնականում կենտրոնացած է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, սակայն ուկրաինական հակամարտությունը պետք է նաեւ ավարտվի։ Միևնույն ժամանակ պետության ղեկավարը նշել է Ռուսաստանին պատերազմի համար պարգև ստանալուց խուսափելու կարևորությունը։ Եվ կարևոր է, որ մենք բոլորս մի քանի ամիս կամ տարի անց ստիպված չլինենք վերադառնալ պատերազմի, այսինքն, որ Ուկրաինայի եւ ամբողջ Եվրոպայի անվտանգության երաշխիքները բավարար լինեն խաղաղության համար, երկարատև խաղաղության համար, հավելել է Ուկրաինայի առաջնորդը։ Փաստաբան Հարություն Հարությունյանը դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել։ Նա մասնավորապես նշել է, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, ինչն ինձ կանգնեցրել է երկընտրանքի առջև մնալ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի անդամ, թե զբաղվել փաստաբանությամբ, չնայած նրան, որ այդ փոփոխությունները հակասահմանադրական են, առնվազն սահմանափակող նորմին հետադարձություն տալու մասով եւ այդ մասով կհաջորդի համապատասխան իրավական գործընթաց, միևնույն է, այս պահին պետք է ընտրություն կատարել։ Լինելով ազատ եւ անկախ մասնագիտության տեր, հայցելով անխտիր բոլոր դատավորներից յուրաքանչյուրի ներողամտությունը, տեղեկացնում եմ, որ այսօր հրաժարական եմ ներկայացնելու դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի պաշտոնից, նշել է փաստաբանը։
Հայաստանի Հանրապետության սահմանին կրակոցների բացակայությունը խաղաղության շոշափելի գոյությունն է։ Այս մասին ազգային ժողովում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ մանրամասնել։ Բայց էլի շոշափելի վկայություն նրա, որ խաղաղությունը, որի մասին խոսում ենք, դա մի հերու գաղափար չի, այն կա գոյություն ունի եւ մենք շոշափելի եւ բավականին, դա բազմից ասել ենք եւ կրակոցների եւ զոհերի ուրեմն բացակայությունն է Հայաստանի Ադրբեջանի միջև սահմանին եւ հիմա արդեն անմիջապես օգոստոսի 7-ից հետո հիշում եք Ադրբեջանը բացեց իր տարածքը դեպի Հայաստան Բեռների համար Ղազախստանից եւ Ռուսաստանից եղան ներմուծումներ եւ հիմա հակառակ ուղղությամբ էլ կլինի Հայաստանը հայտարարեց իր տարածքը եւս բացել եւ կարող են տարանցումները տեղի ունենալ եւ ավելին սկսվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ուղղակի երկկողմ առևտուր հայկական ընկերությունները ադրբեջանական ընկերություններից նավթամթերք են առնում գնում են եւ այսօր երկու երկրները քննարկում են նաեւ այն մնացած ապրանքների ցանկը, որոնք հավանական է, որ կարող են էլի հետաքրքրություն փոխադարձ ներկայացնել իրար ընկերությունների համար։ Ես վստահ եմ, որ առաջիկայում նոր ապրանքներ կհամալրեն այս առևտրի ցանկը, սա շատ շոշափելի վկայություն է խաղաղության։ Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև 250,000 դրամ փոխհատուցում սահմանել Դուբայ, Օման եւ Աբու Դաբի տուրիստական այցով մեկնած ու Իրանի, Իսրայել ռազմական բախման պատճառով վերադարձի խնդիր ունեցած մեր հայրենակիցներին, ովքեր պատերազմի առաջին օրերին հատուկ չվերթներից օգտվելով ստիպված եղան մինչև $1,500 ձեռք բերել վերադարձի տոմսեր։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, չմանրամասնելով սակայն թե ինչ ընթացակարգերով եւ ինչ իրավական ակտով է սահմանվում այդ փոխհատուցման ծախսերը եւ ում է տրվելու փոխհատուցումը։ Այդ մտքերի արտահայտումը վստահ եմ, որ հանցագործություն չէ, սա քաղաքական գնահատական է։ Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը, անդրադառնալով Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, արդյոք ընտրություններից առաջ իշխանության, այդ թվում գործադիրի ղեկավարի պատերազմ կլինի, եթե մեզ չընտրեք հայտարարությունները հանցագործություն չեն։ Ինչու նույն ձևաչափով չենք անդրադառնում, թե ինչի մասին է խոսում ընդդիմությունը, ինչ բառապաշարով։ Ես չեմ մեջբերի, բայց վարչապետն ասել է, որ ընդդիմադիր ուժերը գնում են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականությամբ, սա նշանակում է, որ գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով եւ սա քաղաքական գնահատական է, ասել է Գալյանը։ Նա պնդել է, թե ով կլինի իշխանություն, որոշելու է ժողովուրդը ազատ եւ արդար ընտրությունների հիման վրա եւ առաջարկել է համատեղ շարք սկսել քաղաքացիներին ու քաղաքական ուժերին ասել, թե ինչ չի կարելի անել, օրինակ ատելության խոսք չի կարելի ասել, խտրականությունը արգելված է։ Բոլոր այդ նախաձեռնություններին պատրաստ եմ միանալ, նշել է Սրփուի Գալյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչնչացնի մի քանի իրանական էլեկտրակայաններ, եթե Իրանը 48 ժամվա ընթացքում լիովին եւ անվտանգ չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կհարվածի եւ կոչնչացնի այնտեղ տարբեր էլեկտրակայաններ, սկսած ամենամեծից, ընդգծել է նախագահը։ Իրանի զինված ուժերը սպառնացել են հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ կապված բոլոր էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե իրանական էլեկտրակայանները հարձակման ենթարկվեն, հաղորդում է Ալ Ջազիրան։ Խաթամ Ալ-Ամբիա կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ Իրանը նաեւ թիրախավորելու է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները։ Զգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել է հարձակվել իրանական էլեկտրակայանների վրա, եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը։ Ֆարս լրատվական գործակալությունը նշել է, որ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի հանգուցյալ ղեկավար Ալի Լարիջանին նախկինում զգուշացրել էր, որ եթե Իրանի էլեկտրաէներգետիկ ցանցը հարվածի ենթարկվի, կես ժամվա ընթացքում ամբողջ տարածաշրջանը կմխրճվի խավարի մեջ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է վերջին օրերի ընթացքում Իրանի եւ Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի ուղղությամբ տասնյակ լայնամասշտաբ հարվածներ հասցնելու մասին։ Տասնյակ լայնամասշտաբ հարվածներ են հասցվել միաժամանակ Իրանում եւ Լիբանանում, թիրախավորելով Հեզբոլլա ահաբեկչական կազմակերպության եւ իրանական վարչակազմի ավելի քան 200 օբյեկտ, ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հարվածները հասցվել են վերջին 2 օրվա ընթացքում։
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյան հայտնել է պարտադրված պատերազմը դադարեցնելու Իրանի պայմանների մասին։ Երաշխիքներ, որ պատերազմը չի կրկնվի։ ԱՄՆ բոլոր ռազմական բազաների փակում Արևմտյան Ասիայում։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանին լիարժեք փոխհատուցում։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից բոլոր տարածաշրջանային պատերազմների դադարեցում, այդ թվում Իրանի հետ կապված բոլոր խմբավորումների դեմ։ Հորմուզի նեղուցում, նոր իրավական կարգավիճակի ներդրում։ Իրանը հրթիռների վրա տեղադրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի պատկերը, հաղորդում է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը։ Պատկերում հստակ երևում է հրթիռ Սանչեսի լուսանկարով եւ նրա քննադատական հայտարարություններից մեջբերումով ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմի մասին։ Իհարկե, այս պատերազմը ոչ միայն անօրինական է, այլև անմարդկային։ Շնորհակալություն վարչապետ, գրված է պատկերի վրա։ Մեկ այլ լուսանկարում Սանչեսին շնորհակալություն են հայտնում Լոնդոն կատարած այցի ժամանակ Իրանում ԱՄՆ-ի ռազմական հանցագործությունների զոհերին կարեկցանք հայտնելու համար։ Հորմուզի նեղուցում նավագնացության բնականon ընթացքը վերականգնելու համար ԱՄՆ-ն եւ Իսրայելը պետք է դադարեցնեն Իրանի վրա հարձակումները։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում իրավիճակը կարգավորելու համար Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պետք է դադարեցնեն հարձակումները, նշել է նախարարը։ Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Այս մասին Կիրակի օրը Երևանում քաղաքացիական պայմանագրի հերթական քարոզչական բնույթ կրող շրջայցի ժամանակ արցախցի կնոջը մատ թափ տալով ու գոռգոռալով ասել է Փաշինյանը։ Մեղադրում եք ինձ, որ այս սահմանները փակել են, որ ժողովուրդը չգա Արցախ, Ղարաբաղի ժողովուրդը չգա Հայաստան։ Եվ ինձնից պահանջում եք, որ սահմանները բացեն եւ ասում եք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ։ Որևէ մեկը կխոսեմ տենց ձեզ հետ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Ո՞ր Ղարաբաղցի, Արցախցի եք գտել, ովքեր ձեր իշխանաճություններ են անում, այդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները։ Լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Մենք չստիպեք, մենք շուտանք, մենք շատ Վերջին կանգառնա։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ այսօր Հայաստանի քաղաքացիություն են ստացել եւ բնակավորվում են Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանի մեղադրական ձևակերպումներն ու արցախցի կնոջ հետ խոսելու ձևը վրդովեցրել է հանրությանը։ Սոցիալական ցանցերում օգտատերերը Փաշինյանին դատապարտող գրառումներ ու տեսանյութեր են հրապարակել։ Հավանաբար հանրային ճնշումից եւ արկանիշի ել ավելի ընկնելուց խուսափելու համար Փաշինյանը մտել է ուղիղ եթեր եւ ներողություն խնդրել արցախցի Արմինե Մոսիյանից եւ նրա որդուց, ով վիճաբանության ժամանակ մետրոյում է եղել մայրիկի հետ։ Իմ ասածների մեջ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես երևի պետք է լիներ։ Ես նորից ուզում եմ ներողություն խնդրել այն ամեն ինչի համար, ինչը չեմ ասել ձևով եւ բովանդակությամբ, այնպես որ պետք է լինեն։ Երբ է բացվելու Հայաստանի հետ անցակետը։ Այսպիսի վերնագրով նյութ է հրապարակել թուրքական Եսի Լիգդիր լրատվամիջոցը։ Նշվում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրից հետո սահմանների բացումը եղել է օրակարգում, եւ չնայած երկու երկրներն էլ պատրաստել են իրենց մաքսային շենքերը բացման համար, գործընթացը դեռևս ավարտված չէ։ Ըստ կայքի, թեև տեղի պաշտոնյաները հստակ տեղեկություն չունեն բացման ամսաթվի վերաբերյալ, որը փոխադարձաբար կհամաձայնեցվի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև, նշվել է, որ որոշումը կկայացնի Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը եւ կառավարությունը։ Ըստ տեղեկությունների Ալիջան սահմանային անցակետի բացումը նախատեսված է Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններից առաջ, սակայն հստակ ամսաթիվ դեռևս չի հայտարարվել։ Նշվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ սահմանային անցակետը բացվի հնարավորինս շուտ։ Ըստ աղբյուրի Ալիջանի սահմանային անցակետի բացումը, որը Հայաստանի համար դեպի Եվրոպա ամենակարևոր դարպասներից մեկն է, կխթանի տնտեսական գործունեությունը Թուրքիայի արևելյան նահանգներում եւ կնպաստի Հայաստանի տնտեսությանը։ Բացի այդ, ընդգծվել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հատկապես էներգետիկայի, ինչպես նաեւ տարբեր այլ ոլորտներում արդեն իրականացվել են համագործակցություններ։ Այս բոլոր զարգացումների լույսի ներքո ըստ կայքի անհրաժեշտ է անցյալը թողնել ետևում եւ միևնույն աշխարհագրությունը կիսող հասարակությունների կողմից որդեգրել ավելի կառուցողական եւ խաղաղ դիրքորոշում։
Մարտի 22-ին ժամը 07:10-ի սահմաններում Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգության գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող 1995 թվականին ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից, հայտնել են քրեակատարողական ծառայությունից։ Ըստ տեղեկությունների, որոնվող դատապարտյալը Վայոց-Ձորի մարզի բնակիչ 30-ամյա Միքայել Մուրադյանն է, ով դատապարտվել է քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ այս տարվա փետրվարի 18-ից գտնվում էր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Երուսաղեմի հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա հրթիռի բեկոր է ընկել։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Տեր Աղան Վարդապետ Գոկչյանը տեղեկացրել է, որ մարդկային կորուստներ չկան, լուրջ նյութական վնաս չի պատճառվել։ Սպիտակ տունը հիշեցրել է, որ Վաշինգտոնի գնահատականներով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը կարող է տևել 4-ից 6 շաբաթ։ Axios-ը հրապարակել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտի համապատասխան հայտարարությունը։ Նախագահը եւ Պենտագոնը կարծում են, որ առաջադրանքները ավարտելու համար կպահանջվի մոտավորապես 4-ից 6 շաբաթ։ Վաղը կնշանակվի 3-րդ շաբաթվա ավարտը, նշել է Լիվիտը։ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի խոսքով նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ գործողությունը կարող է շուտով ավարտվել, չի նշանակում, որ այն տեղի կունենա շուտով։ Սակայն ինչպես նշում է պորտալը, Թրամփի որոշ խորհրդականներ դեռևս հակված են Իսլամական Հանրապետության տարածքում ցամաքային գործողության հնարավորությանը։ Իրանի իշխանությունները հաստատել են, որ 2 բալիստիկ հրթիռ են արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանա-ամերիկյան համատեղ ռազմաբազայի ուղղությամբ, հաղորդում է Մեհեր լրատվական գործակալությունը։ Այս արձակումը նշանակալի քայլ է Միացյալ Նահանգների հետ առճակատման մեջ, այլ մանրամասներ չեն տրամադրվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները Իրանում։ Ես չեմ ուզում հրադադար, պարզաբանել է ամերիկացի նախագահը։ Նա ընդգծել է, որ չի տեսնում հակամարտությունը լուծելու դիվանագիտական տարբերակ, քանի որ Իրանում այլևս առաջնորդներ չկան եւ ոչ ոք չի ցանկանում այնտեղ առաջնորդ լինել։ Այնուամենայնիվ Թրամփը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցությունների։ Ըստ ամերիկյան առաջնորդի, Իրանի բանակն ու նավատորմը, ինչպես նաեւ նրանց ռադարներն ու հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացվել են։ Իսրայելը եւ ԱՄՆ-ն հարձակվել են Նաթանզի ուրանի հարստացման գործարանի վրա, հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։ Կազմակերպության տվյալներով հարձակումից հետո արտահոսք չի եղել։ ԱՄՆ-իսրայելական գործողությունը Իսլամական Հանրապետության դեմ մտնում է իր 3-րդ շաբաթը։ Այս ընթացքում երկու կողմերը փոխանակվել են փոխադարձ հարվածներով։ Թել Ավիվը հայտարարել է, որ իր նպատակն է կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Վաշինգտոնը սպառնացել է ոչնչացնել երկրի ռազմական ներուժը եւ կոչ է արել քաղաքացիներին տապալել ռեժիմը։ Իրանը սակայն ընդգծել է, որ պատրաստ է պաշտպանվել, դեռևս իմաստ չի տեսնում բանակցությունները վերսկսելու մեջ։ Իրանը նոր հզոր Նասր Ալլահ հրթիռ է արձակել Իսրայելի դեմ։ Հարավային Պարս նավթահանքի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակմանը ի պատասխան Իրանը հարվածել է Իսրայելի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Կատարի նավթահանքերին եւ նավթավերամշակման գործարանին։ Հրապարակման համաձայն Միացյալ Նահանգները անում է ամեն ինչ խուսափելու Իսլամական Հանրապետությունում ամերիկյան հարվածների դեմ պատասխան հարվածից, որն արդեն հայտարարվել է եւ լուրջ մտահոգություն է առաջացնում Վաշինգտոնում, Թել Ավիվում եւ Պարսից ծոցի պետությունների մայրաքաղաքներում։ Եթե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շարունակի դեմ լինել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը, Եվրամիությունը կքննարկի մի շարք հակազդեցություններ, այդ թվում Բուդապեշտի դեմ Եվրոպական դատարանում դատական հայց ներկայացնելը, հաղորդում է Politico-ն։ ԵՄ պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ շատ եվրոպացի առաջնորդներ կարծում են, Օրբանի վերընտրությունը հավանական է, ինչը կբարձրացնի նրա Կիևին տրամադրվող վարկի հաստատման հավանականությունը, եթե դրուժբա խողովակաշարով նավթի մատակարարումները շարունակվեն։ Սակայն եթե դա տեղի չունենա, ապրիլի 23-ից 24-ը Կիպրոսում կայանալիք եվրոպացի առաջնորդների հանդիպման ժամանակ կքննարկվեն բազմաթիվ պատժիչ միջոցառումներ, այդ թվում լրացուցիչ ֆինանսավորման սառեցում, Հունգարիայի դեմ Եվրամիության բարձրագույն դատարանում դատական հայց ներկայացնելը, տուգանքների կիրառումը եւ նույնիսկ 7-րդ հոդվածի կիրառումը, որը երկրներին զրկում է միությունում քվեարկության իրավունքից։
ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տեղի կունենան մարտի 21-ին Մայամիում։ Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը եւ գործարար Ջարեդ Քուշները։ Հաղորդվում է, որ հանդիպմանը Ուկրաինան կներկայացնեն ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը եւ ժողովրդի ծառա խորհրդանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամյան։ Արդեն ձևավորվում է մի դաշտ, երբ լինելու են խոշոր ընդդիմադիր միավորներ եւ մեկ իշխանական միավոր։ Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Այս պահին բոլորը դիրքավորվում են, թե ինչ ծրագրերով եւ ընդհանրապես ինչպես են հանդես գալու մեր ժողովրդի առջեւ այս նախընտրական փուլում։ Դրականն այն է, որ իշխանությունը սատարող կուսակցություններ չունի, որոնք ինչ-որ ձևով նույնիսկ տեսական հնարավորություն ունեն հաղթահարել այդ 4%-անոց նախընտրական շղթան։ Ուրեմն արդեն ձևավորվում է մի դաշտ, երբ լինելու են խոշոր ընդդիմադիր միավորներ եւ մեկ իշխանական միավոր։ Եվ եթե այդ ընդդիմադիր դաշտը համակարգված աշխատի, եթե իրար դեմ չաշխատեն, այլ բոլորս թիրախավորենք նրան, ովքեր արխավիրք են բերում Հայաստանի Հանրապետության գլխին, ապա վստահությունը իմ մոտ շատ մեծ է, որ հաջողություն անպայման ունենալու ենք։ Իր խոսքում նշել է երկրորդ նախագահը։ Քննիչը մերժել է Գարիգին Բ. կաթողիկոսի երկրից բացակայելու արգելքը հեռացնելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Գարիգին Բ.-ն չի կարողանա մասնակցել համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը, չնայած նրան հատուկ հրավեր էին ուղարկել։ Հեծը պետականացնելու օրենքն ապօրինի ճանաչելու համար սահմանադրական դատարանը դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց։ Այսօր տեղի է ունեցել Տաշիր Կապիտալ Փակbaşնետիրական ընկերությունն ընդդեմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դատական նիստը պահանջում են հեծի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու որոշումն անվավեր ճանաչել։ Իրավապահները Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել եւ ձերբակալել են 33-ամյա մի տղամարդու, որը հետախուզման մեջ էր հունվարի 7-ից։ Նա մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու հոդվածով։ Խափանման միջոցը կալանքն է, տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Բուդապեշտը հաղթանակ է գրանցել Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովում, պահպանելով իր կոշտ դիրքորոշումը ռուսական նավթի մատակարարումների եւ Ուկրաինայի ֆինանսավորման հարցերում, չզիջելով մյուս երկրներին, որոնք փորձում էին փոխել նրա դիրքորոշումը, հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մենք հաղթեցինք այս առաջին մարտում, այսպիսով կրկնեմ, որ եթե չկա նավթ Հունգարիայի համար, ապա Ուկրաինայի համար գումար չի լինի։ Մեզ սպասում է եւս մեկ մարտ ապրիլի 12-ին, ասել է նա անդրադառնալով երկրի խորհրդարանական ընտրություններին։ Նա կրկին ընդգծել է իր դիրքորոշումը, ըստ որի Հունգարիան կշարունակի արգելափակել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի պատերազմական վարկը, մինչև վերականգնվեն ռուսական նավթի մատակարարումները Դրուժբա խողովակաշարով։ Սպանվել է Բասիչ աշխարհազորի հետախուզության ղեկավար գեներալ Իսմայիլ Ահմադին։ Այս մասին հայտնել է Ալ-Արաբիան, հղում անելով իրանական լրատվամիջոցներին։ Գեներալի մահվան հանգամանքների մանրամասները չեն տրամադրվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ սպանվել է Իրանի ԻՀՊԿ-ի պաշտոնական խոսնակ Ալի Մոհամմադ Նարինին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը երկու նոր ալիքով հարված են հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին, հայտնել է Իսրայելի բանակը։ Գիշերվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը գործելով հետախուզության տվյալների հիման վրա ավարտել են հարվածների երկու ալիք Թեհրանում եւ Իրանի կենտրոնական հատվածում, որոնց ընթացքում խոցվել են իրանական ռեժիմին պատկանող տասնյակ ռազմական ենթակառուցվածքներ։ Նշվում է հաղորդագրությունում։ Թիրախների թվում են եղել մի շարք գործարաններ եւ օբյեկտներ, որոնք օգտագործվում են իրանական ռեժիմի կողմից Իսրայելի պետությանը եւ այլ երկրներին վնաս հասցնելու նպատակով զենք արտադրելու համար, ինչպես նաեւ հեռահար բալիստիկ հրթիռների բաղադրիչներ պահող վայրեր։ Հարվածների լրացուցիչ ալիքի ընթացքում Թեհրանից արևելք խոցվել են այն օբյեկտները, որտեղ պահվում էին հեռահար բալիստիկ հրթիռների արձակման կայաններ, այն պահին, երբ ներսում գտնվել են հրթիռային համակարգերի օպերատորները, հավելել է իսրայելական կողմը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակելով իր ելույթը Սպիտակ տան մոտ լրագրողների հետ հայտարարել է, որ շահագրգռված չէ Իրանի հետ հրադադար հաստատելու հարցում։ Ես չեմ ուզում հրադադար։ Գիտեք, հրադադար չեն անում, երբ բառացիորեն ոչնչացնում եք հակառակ կողմին, ասել է Թրամփը։ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Երուսաղեմի 5 քաղաքում եւ վնասներ է պատճառել, հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ տվյալների հրթիռի բեկորն ընկել է բառացիորեն Ալ-Աքսա մզկիթից մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում, որոնք շահագործվում են արտասահմանյան ընկերությունների կողմից, հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները խաթարել են Հորմուզի նեղուցով նավարկությունը, արգելափակելով Իրաքի նավթի արտահանման մեծ մասը։ Առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն թղթևագր է։ Նրանք հրաժարվեցին միանալ միջուկային ներուժ ունեցող Իրանի զսպմանն ուղղված պայքարին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ առաջնորդը նշել է. այժմ երբ այս պայքարը ռազմական տեսանկյունից հաղթանակ է տարվել եւ նրանց համար գործնականում ոչ մի սպառնալիք չի մնացել, նրանք բողոքում են նավթի բարձր գներից, որոնք ստիպված են վճարել, բայց միևնույն ժամանակ նրանք հրաժարվում են օգնել Հորմուզի նեղուցի բացմանը, չնայած սա նավթի բարձր գների հիմնական պատճառն է, իսկ դա պարզ ռազմական գործողություն է։ Նրանց համար դա անելը շատ հեշտ է եւ գրեթե ոչ մի ռիսկ չկա։ Նրանք վախկոտ են եւ մենք դա կհիշենք։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանը կթելադրի Եվրոպային գազի վաճառքի իր պայմանները։ Բելարուսի ղեկավարը հիշեցրել է Լեհաստանի միջոցով ամերիկյան հեղուկացված բնական գազ ձեռք բերելու վերաբերյալ նախկին քննարկումը։ Ես ասացի, տղաներ, հաճույքով, բայց կարող եք մրցել ռուսական բնական գազի հետ, հայտնել է Լուկաշենկոն։ Նա նշել է, որ ռուսական գազը զգալիորեն ավելի էժան է, սակայն եվրոպացիները իրենք են դա իրենց գլխին բերել, քանի որ պատրաստ են գնել ամերիկյան ցանկացած գազ, նույնիսկ 5 անգամ ավելի բարձր գնով։ Մեր ավագ եղբայրը այժմ նրանց պայմաններ կթելադրի, եւ նրանք ընտրություն չեն ունենա, ասել է Բելարուսի նախագահը։ Վերջինս հավելել է, որ Ռուսաստանի ռեսուրսային բազան շարունակում է մնալ Եվրամիության համար լավագույն տարբերակը։ Նրանց անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի մեզ հետ։ Այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի, բայց նրանք ընտրել են այլ ճանապարհ, եզրափակել է Լուկաշենկոն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին Նովրուզի առիթով։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին իրանական ամանորի Նովրուզի կապակցությամբ։ Նոր կյանք եւ զարթոնք խորհրդանշող այս տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին։ Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ երկու բարեկամ երկրների հարաբերությունները խարսխված անկեղծության, վստահության եւ փոխադարձ հարգանքի վրա։ Առիթը պատեհ համարելով Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն»։ Եղանակը առաջիկա օրերին Երևան քաղաքում մարտի 23-ին 25-ից 27-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 23-ին 25-ից 27-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը մարտի 25-ից 27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով։